Դե, բարձր, այդ ականջը տա, տորկծեմ, չէ, լավ, մարդիկները պայցիկ վերևում։ Ինքը առաջի անգամ խաղացել է խատուտիկի մեջի փուշը, ուրեմն այնպիսին էր, որ փուշը ծաղում էր ու ոչ մեկի հետ ընկերություն չէր անում, ինքը իր ազգում էր այդպիսին ու ինքը խնդրեց, որ խաղա հենց այդ դերը, բայց որոշ ժամանակ հետո խնդրեց, որ ես էլ չեմ ուզում փուշ լինել, որ ինքը հասկացավ, որ ինքը այդպիսին չի, ինքը կարա Ինքը կանգնած է փորձում իր դերը ասի։ Մի փոքր հատված մի բանից կասես, Աղավնի ջան։ Ես ծույլ եմ, ալարկոտ, անգամ անունս գրել, չգիտեմ։ Կայլել են, նոր եմ սովորում։ Ես դրա մեղավորն ով է, աշխարհը մարդիկ թե ես։ Մեղավորներ պետք է փնտրել, այլ ընկերներ, բարեկամներ, որոնց օգնությամբ ես կհաղթահարեմ ինձ բաժին ասած դժվարությունները։ Ես կճանաչեմ իմ ներքին ուժը։ Մարդիկ ինձ կհավատան, ես արդեն իսկ հավատում եմ մարդկանց։ Սովորում է Գյումրի թիվ 38 ինժեներական դպրոցում, հիմնական դպրոցում։ Այսինքն հիմնական ներառական կրթություն ես տա։ Ներառական կրթություն ես տա։ Անունդ կասես։ Դետկա։ Ճիշտ ասած, դետկա։ Եվ Գյումրիից է։ Գյումրիից եկել եք այսօր այստեղ այս միջոցառմանը։ Եվ ինչ խնդիրներ եք տեսնում ձեր երեխաների համար։ Կմանրամասնեք մի փոքր։ Խնդիրներ բնական է կան, բայց կարելի է հաղթել խնդիրները։ Իսկ ինտեգրման առումով որևէ խնդիր կա, թե բոլոր երեխաների հետ բակում հնարավորություն ունի։ Չէ։ Խնդիրներ չկա, բակում բոլորի հետ հավասար է։ Իսկ որտեղ է հաճախում։ Գյումրի Կառիտասի ցերեկային կենտրոն։ Դա հատուկ կենտրոն է։ Հատուկ կենտրոն է հաշվանդամ երեխաների։ Իսկ կուզենայիք, որ ներառական կրթություն ստանար, այսինքն բոլորի հետ միասին սովորեր ձեր երեխան։ Այո, ինչու՞ չէ։ Կուզենայինք երեխաներ կրթություն ստանար, բոլորի հետ հավասար լիներ։ Անունը ինչ է երեխայի։ Վարդան։ Վարդան ջան, խոսում ա, հա։ Իմ երեխաս 5 տարեկան եմ, Մարիամիկս, մանկական ուղեղի հատվածով։ Այսքան տարի Մարիամիկս հաստեղ անցել է ֆիզիոթերապիայի կուրսեր, ջրային թերապիայի, բիոթերապիայի կուրսեր։ Անցած տարի վիրահատվել ենք Մոսկվայում և հիմա մեզ պետք է դրական բուժում, որը մենք ուզում ենք անցկացնել Գերմանիա, որտեղ այնտեղից ենք ստացել պատասխան։ Ու դրա համար ուզում դիմել բոլոր բարի մարդկանց հնարավորության դեպքում օգնել, որ իմ երեխային տանեմ այնտեղ։ Հաշվի համար կա, այն կասեք։ Հաշվի համար կա Արադ բանկում բացված իմ անունով Ալյան Կարինե 151-00-212-299-30-100 դա դրամային հաշիվը և 151-00-212-299-30-149 դա եվրո։ Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանց, որ ցանկություն հայտնեն իրականացնել բոլորին հասնել։ Այդ բոլոր երեխաները յուրահատուկ են իրենց առանձնահատկություններով եւ դա պիտի գնահատեք երեխայի մոտ այն կարողությունը, որը պահպանված է եւ ինչ պետք է անել այդ կարողությունը զարգացնելու։ Եվ շատ շնորհակալ ենք մենք այսօր մեր հասարակական կազմակերպություններին ոլորտին։ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները այսօր ամենաակտիվն են, ես կարող եմ ասել ոլորտի կազմակերպությունները եւ մենք շատ սերտ համագործակցություն ենք բացել։ Եվ այն ինչ անում են հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, իրաց կոմը բարձրացնելու մեր
հանրության իրազեկվածությունը բարձրացնելու հարցում, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման հարցերում ուղղակի անգնահատելի է։ Նաև մեր լրատվական միջոցներն են մեծ գործ անում, որովհետև լուսաբանելով նաև այն խնդիրները, որոնք այսօր դեռ լուծում են պահանջում, լուսաբանելով այն, ինչ որ արվել է եւ իսկապես հրապուսվում է, այդ ամեն ինչը օգնում է, որպեսզի յուրաքանչյուր մեր քաղաքացին իրազեկված լինի։ Իսկ միայն իրազեկված քաղաքացին, միայն իրազեկված հասարակությունը ուժեղ է։ Իսկ մենք այս պայն շուրջ 8000 հաշմանդամություն ունեցող երեխաներ կան Հայաստանում, մինչև 15 տարեկան երեխաներ։ Կրթության մոդելը, երբ որ Հայաստանում ներդրվում էր, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, կրթության նախարարության հետ, իսկ գիտեք, որ մոդելը Հայաստանն է բերել հույսի կամուրջ կազմակերպությունը, շատ լուրջ քննարկումներ կային եւ առաջին փուլում իսկապես դժվարություններ կային։ Ոչ հաշմանդամ երեխաների ծնողները չէին պատկերացնում, որ դա կարող է չկանգար իրենց երեխաների ուսման գործընթացին եւ դժվարություններ կային։ Այսօր դա լրիվ հաղթահարված է։ Ստեղծված են ծնողական կոմիտեներ, երեխաները իրար հետ շատ լավ եւ խաղում են եւ սովորում են, բացարձակ որևէ խնդիր չունեն։ Յուրաքանչյուր երեխայի համար մշակում է իր կարողություններին համարժեք ծրագիր, երեխաները գնահատվում են նաեւ իրենց ունակություններին համապատասխան եւ այդ ծրագիրը միանշանակ զարգացում է ստանում։ I'm Henrietta Arens and I'm the representative of UNICEF here in Armenia. Ես Henrietta Arens եմ UNICEF-ի Հայաստանյան երկրասենյակի ներկայացուցիչ։ I'm very happy to welcome everybody here today. We are launching a campaign. The campaign is called Together We Can, and it's about inclusion and integration of children with disability into society. Մենք ուրախ ենք ողջունել ձեզ բոլորին այսօրվա միջոցառմանը, այս միջոցառմանը նվիրված է ուրեմն միասին կարող ենք հանրային արշավի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ այսօր եւ դա իրականացվում է UNICEF-ի գրասենյակի աջակցությամբ եւ նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանն ու ինտեգրմանը հասարակությունում։ We are launching the campaign here in a public space because it is about access. We want everybody to be here and to get together with us. We have already many partners from the government, from civil society, private sector, and we want people to see and to join us in this campaign. Պատահական չէ, որ մենք այս միջոցառումը կազմակերպել ենք այսօր այս հանրային վայրում, քանի որ մենք խոսում ենք մատչելիության մասին եւ հատկապես երբ խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրմանը, մենք ուզում ենք, որ բոլորն այստեղ լինեն եւ ինչպես տեսնում եք, մեր բոլոր գործընկերները, քաղաքական գործիչները, կառավարության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր սեկտորը բոլորը այստեղ են այսօր միանալու եւ միասին այս միջոցառումը իրականություն դարձնելու։ This campaign is about children with disability and that they need to be together from birth with other children, that they can grow up in their family. So we want to support the government's efforts for inclusive education and to slowly go from the model of special schools to that children can study in normal schools. Children with disabilities together with other children. Այս միջոցառումը նպատակն է նաև ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները մեծանան ընտանեկան միջավայրում իրենց ծնողների հետ միասին եւ մասնակցեն նմանատիպ միջոցառմների իրենց ծնողների, հարազատների հետ միասին, ինչպես նաև նպաստելու ներառական կրթության զարգացմանը Հայաստանում, որպեսզի հատուկ կրթությունից մենք անցնում կատարենք ներառական կրթություն։ Այս իմաստով երեխաները ավելի խոցել են, որովհետեւ իրենք անցնում են կարևոր հասարակական զարգացման փուլեր, ինչպեսիք նախակրթական հաստատություններում իրենց ուրեմն արդյունավետ ներգրավման ապահովումը դա կրթությունն է, հաճախ նրանք դուրս են մնում համընդհանուր ներառումից եւ տարիներով փակված են մնում հաստատությունները։ Նման միջոցառումները շատ կարևոր են այն առումով, որ հասարակությանը ևս մեկ անգամ իրազեկեն ներառման կրթության հնարավորությունների մասին, որ հասարակությունում դեռևս չկա լիարժեք հաստատություն, որ հաշմանդամություն ունեցող երեխան հաշմանդամություն չունեցողների հետ հավասարապես կարող է լավ պայմաններում սովորել։ Եվ հաճախ հանդիպում ենք նրան, որ սխալ քարոզարշավ է գնում հատուկ դպրոցների ղեկավարության կողմից, որ հատուկ դպրոցն երեխային լավագույն լիցի հանրակրթական կարիքների։ Սա սխալ կարծրատիպ է եւ հուսով ենք, որ ներառական կրթության զարգացմամբ Հայաստանում ավելի արդյունավետ կլուծվի հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը։
Հաշմանդամությունը ունեցող երեխաների խնդիրները կրթության առումով, նրանց կրթության իրավունքի կազմակերպման առումով այսօր ավելի Ողջունում եմ երեխաներին, իրենց ծնողներին, մանկավարժներին, բոլոր այն մասնագետներին, որոնք ամեն օր աշխատանք են տանում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, ինչպես նաև մեր գործընկերներին, կրթության և սոցիալական հարցերի նախարարությունից, հասարակական կազմակերպությունից, մասնավոր սեկտորից, ես ողջունում եմ բոլորին այսօր վերջապես մենք իրականացնում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ու ինտեգրմանը նվիրված հանրային արշավը և ուրախ ենք ձեզ բոլորին տեսնել այսօր։ Պարտավորությունները ապահովել երեխաների կրթությունը։ Դե ասել ուզում եմ ասել, որ շատ դժվարությամբ է այդ գործը առաջ գնում, որովհետև ամենակարևոր բանը, որ մարդկանց մտածելակերպը, կարծրատիպերը կոտրելն է, ամենադժվարը դա է ստացվում։ Մարդկությունը ապացուցել է, որ պետք չի, որ պայմաններ լինեն, որ ինքը լուսին թռչի։ Ինքը կամ այսինքն այդ պայմանները ինքը իր կարիքից է բերում, այսինքն պայմանը ստեղծվում է կարիքը առաջանալու պահից։ Երբ հաշմանդամը արդեն դպրոցում է, այդ նշանակում է դպրոցը այդ պայմանը ստեղծի։ Չեն կարող նստել ձեռքներ ծարել սպասել բոլոր դպրոցների երբ պիտի պայմաններ ունենան հարմարվեն և այլն հետոնոր երեխաները հաշմանդամ երեխաները իրենց ներկայությամբ դպրոցներում պիտի այդ պայմանները թելադրեն, դա առաջին հերթին նրանց կրթության կազմակերպումն է, նրանց հասկանալն է, նրանց կարիքները գնահատելն է և իմանալն է այդ կարիքը ինչպես բավարարել։ Եթե այդ բոլորը առանց հաշմանդամ երեխայի հնարավոր չի։ Այսօր համակարգված մոտեցում այդ առումով տեսնում եք, նկատի ունեմ թե հասարակական սեկտորի կողմից, թե արդեն իշխանական։ Ուրեմն այնինչ հասարակական սեկտորն է անում, դա անուրանալի է։ Հասարակական սեկտորը այսօր ինձ համար իդեմս հույսի կամուր չի, հասարակական թելադրում է պետական քաղաքականություն։ Փառք Աստծո, որ կառավարությունը և լիազոր պետական մարմինի նախարարությունը կրթության ինքը հետևում է այդ առաջարկների խորհուրդներին ու այդ համագործակցությունը հասարակական կազմակերպություն և նախարարություն ստացվում է։ Ուրիշ բան, որ ամեն բան, ամեն գրված, օրենքում գրված, նոր դեռևս չի դառնում որոշում մեխանիզմ, որովհետև գլուխներում մարդկանց և այդ հատկապես պաշտոնյաների դեռ այդ փոփոխությունը ի օգուտ հաշմանդամների չի, այնուամենայնիվ այո, հում է և իրենք դրա խորությունը որպես իրավունք չեն հասկանում։ Ես Արևն եմ, մուսիկամուր հասարակական կազմակերպությունում աշխատում եմ որպես հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան։ Նախասիրություններ սիրում եմ շատ մարդկանց հետ շփվել, բարի լավ մարդկանց հետ շփվել։ Նաև սիրում եմ էքստրեմալ սպորտ տարածել, լեռնագնացություն։ Լեռնագնացություն, այսինքն բարձրացել եք լեռներ։ Արագած լեռն եմ բարձրացել հարավային գագաթ և մի շարք այլ լեռներ նույնպես, էքստրեմալ արշավների եմ գնում։ Ավարտել եմ պոլիտեխնիկը, աշխատում եմ մարտական կիրառությունների նախարարությունում։ Կարծում եմ հիմա Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և ոչ միայն աշխատատեղերի խնդիր այո կա, բայց այդ խնդիրը կամաց լուծվում է, քանի որ կարծրատիպը կոտրվել է և շատ գործատուներ ցանկանում են ունենալ իրենց ծրագրավորող ու երազում եմ համակարգիչ ունենալ։ Փոքր ժամանակ ազատ, անկաշկանդ երեխայի, սիրում եմ բոլորին, անգամ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ։ Այդ սերը փոխադարձ է
ու քան դեռ փոքր էի, չէի նկատում, որ մարդիկ այդքան շատ են կենտրոնացնում իրենց ուշադրությունը իմ որոշ առանձնահատկությունների վրա։ Ու եթե նկատում էի, դա ինչ էր անհանգստացնում, որովհետև այն ժամանակ դեռ ես չէի կարծում, որ տարբերությունները կարող են զարմանալ լինել շրջապատողներիս համար։ Մագիստրատուրա եմ սովորում։ Որ ֆակուլտետի Գերմանիայում եմ սովորում։ IT management մասնագիտությամբ։ Նյուրնբերգ քաղաքում։ Հիմա այստեղ արձակուրդ եկեք եմ։